Որևիցե ծառ չի կտրվում, այսինքն մեր խաղահրապարակների կոնցեպտը այնպես է նախատեսված, 3 խաղահրապարակում էլ որ շրջանցեն ծառերը։ Կպահպանվեն կանաչ տարածքները, բայց կձևավորվի նոր միջավայր։ Երևանի 3 հասցեներում հանրային խաղահրապարակներ կստեղծվեն։ Ծրագիրն իրականացվում է Երևանի կենտրոն վարչական շրջանի ու Կերոն զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ։ Կողմերը նաև ստորագրեցին հուշագիր։ Միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի խաղահրապարակները ստեղծվելու են Միսաք Մանուշյանի անվան պուրակում, Օղակաձև այգու 6-րդ հատվածում եւ Խաչքարների պուրակում։ Ծառերը բոլորը պահպանվելու են, ամբողջ իմաստը այս խաղասարքերի այս հատվածում տեղադրելու այն է, որ որոշակի շվակ են ստեղծում հենց ծառերը եւ նամանավանդ շոգ ամիսներին հնարավորություն են ստեղծում երեխաներին այս հատվածում խաղալու։ Նախագիծը այնպես է արած, որ այգուն հարմարեցված լինի։ Խաղահրապարակները կունենան ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան եւ եվրոպական առաջադեմ քաղաքներում արդեն շահագործվող խաղային տարրեր, այնպես էլ հատուկ պատվերով հենց այս նախագծերի համար ստեղծված խաղային սարքավորումներ։ Ունենալու ենք շատ բարձր մակարդակի եւ միջազգային չափանիշներին համապատասխանող խաղահրապարակներ, որտեղ որ լինելու են թեմատիկ լուծումներ, լինելու են տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված խաղասարքեր, սղարաններ, ճոճանակներ, թեմատիկ կառուցված արդեն հատուկ այս նախագծի համար նաև սարքեր եւ կարծում եմ, որ այդ ամեն ինչը մենք ունենալու ենք այս տարի։ Օրինակ Միսաք Մանուշյանի անվան պուրակի այս հատվածը ամիսներ անց այսպիսի տեսք կունենա։ Խաղահրապարակը հասանելի կլինի նաև հաշմանդամություն եւ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար։ Մենք շատ երկար աշխատել ենք նաև կոնցեպտի մշակման համար։ Նախ եւ առաջ ուզում եմ նշել, որ հրավիրել ենք ֆոկուս խմբեր մայրիկներին, հայրիկներին ներգրավելով, իրենց մտահոգությունները լսելով, իրենց կարծիքները հաշվի առնելով եւ 3 կոնցեպտներ մշակվել է մեր համակարգացիների մտահոգություններից, ցանկություններից եւ խնդիրներից ելնելով։ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում ստեղծվող խաղահրապարակը լինելու է ամենամեծը, նախատեսված է լինելու 3 տարիքային խմբերի համար։ Երեխաներն այստեղ առանց զբաղմունքի չեն մնա։ Այս հատվածը լինելու է միայն 0-ից 3 տարեկան երեխաների համար, իսկ այստեղ արդեն 3-ից 7 եւ 7-ից 12 տարեկանների համար նախատեսված խաղագոտին կլինի։ Այգու ստեղծման աշխատանքներին զուգահեռ Օղակաձև այգուց ապամոնտաժվել են ապօրինի շինությունները, նշում է Տիգրան Ավինյանը, հավաստիացնում, բացի այս խաղահրապարակներից, այս տարի Երևանում 100-ից ավելի նոր այգիներ են ստեղծվելու։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։